Բայց տեսանյակից Ռոնի Ղարիբյանի եւ Ղարիբյան Real Estate Finance ընկերության կողմից այսօր մարտ 23/2025 թվականը ունենք բավականին նորություններ, անշուշտ սկսելով առաջ շնորհավորեմ Գարունը, որը սկսավ պաշտոնական եւ գարնան սեզոնը, չսխալվեմ իրանայինների պարսիկների նորուզն էր անցյալ շաբաթ եւ եղանակը ըստ գարնան եղանակ չի, շատ ավելի շուտ է տաքացել, բայց Կալիֆոռնիայում սովոր ենք այս եղանակին եւ դա համարել վճարում ենք համարը տարբեր տեսակներով։ Այսօր ունենք նորություններ, ինչեր մեկ կենտրոնական բանկի պաշտոնական 2025-ի ժողովը, որ տոկոսների մասին եւ էկոնոմիի մասին ինչ ուղղություն տվան եւ ինչ սպասելիքներ է լինելու եւ պատահելու տոկոսների համար, դա համար մանրամասներ ունենք։ Երկրորդ լուրը ունենք Միացյալ Նահանգներում, բայց մենք ավելի պետք է կենտրոնանանք Կալիֆոռնիայի առուվաճառքը սելզը փետրվար ամիս, որ արդյոք գարնան առուվաճառքը շուտ է սկսել, արդյոք աշխուժությունը նորեն սկսել է եւ ժողովուրդը սկսել են նորեն տուն առնելու հարցակվեր են եւ ինչ է պատահում այդ թիվերը, որ պատրաստ լինեք, որ այս վերջի 3 տարին, որ ասում են արժեքները իջնում է եւ այլն եւ տոկոսները խանգարում է, պաշտոնական ազդեցությունը եւ մանրամաս ունենք։ Դրանից հետո ունենք նորություններ, որպես ուսումնասիրություններ այլ է, որ մանավանդ Լոս Անջելես ապրող ժողովրդի համար, մանավանդ երիտասարդների համար, ինչպես է դժվարությունը, որ չի թույլատրում կարողանան տուն առնեն եւ դա մասին մանրամասներ ունենք ձեր համար։ Սկսելով Կալիֆոռնիայի առուվաճառքը, ինչպես ասեմ, բոլոր Միացյալ Նահանգներին այգե, բայց փետրվարի closed escrow sales, այսինքն ինչ որ փետրվարին էսկրոները փակվեր է եւ բալանին դրվեր է իրանց եւ ոչ թե նորակառույցները, այլ existing single family տուների մասին է խոսքը եւ սա մոտարապես եթե տարեկան այս արագությամբ որ վաճառվեր է կամ այս քանակով որ վաճառվեր է փետրվարին մինչև նույն ձևի շարունակվի մինչև տարվա վերջ 283,000 տուներ պետք է վաճառվի Կալիֆոռնիայում, որ ընդհանրապես սպասում ենք 300,000 լինի, որ COVID-ից առաջ 300,000 էր եւ ուզում ենք այդ ձևի պաշտպանենք։ Բայց ինչ է նշանակում թիվերը։ Ուրեմն փետրվար ամսվա closed sales-ը 11.6% ավելի շատ 254,000-ից, բայց տոկոսային բաժինով բախտատելով անցյալ տարվա հետ 2.6% ավելի շատ քանակով տուներ վաճառվավ Կալիֆոռնիայում։ Բոլոր Միացյալ Նահանգների թիվը շատ ավելի շատ էր, 4.6%։ Փետրվար 2025-ի առուվաճառքը sales-ը Կալիֆոռնիայում ամենից բարձրն էր ունեցել ենք հոկտեմբեր 2022-ից մինչև հիմա։ Այսինքն Այն օրվանից որ տոկոսները բարձրացավ market crash, արժեքները ցածագալու, ոչ ոք տուն չի առնում, տոկոսները բարձր են, ոչ ոք ոչինչ չի կարող անի, ինչ պատահավ, որ այո տոկոսները 1%-ի չափ իջեր են, ավելի շուտ 1-ից ավել վերջի ամենից բարձր կետից, որ 7-երի մեջ ընկել է, մինչև 8-ը հասել է, բավականին իջել է։ Բայց նորեն 6-երի մեջ ենք խոսում, 6-երի մեջ ժողովուրդը 2025-ին, որ 2022-ից կենտրոնական բանկը սկսավ տոկոսները բարձրացնել, 3 տարի հետո դեռ առուվաճառքը շատացել է, դեռ արժեքների մասին կասեմ հիմա մեկից հետո, ասի միայն աշխուժությունն եմ ձեզ ասում եւ ես միայն Կալիֆոռնիայի մասին եմ խոսում։ Ոչ թե Միսիսիփի, Նյու Յորք ու Ֆլորիդա եւ այլն, Կալիֆոռնիայի մասին է խոսքը։ Դեռ այս անորոշ վիճակը կա Թրամփի հարցերով
որ կարծում են դեռ առաջի տարվա կեսը դեռ էս անորոշ վիճակը, որ շատ է բառը շատ է լսելու uncertainty, այսինքն դեռ անորոշ։ Եվ այս անորոշ վիճակը լինելով առուվաճառքը շատացել է, այս անորոշ վիճակով ժողովուրդը դեռ տուն են առնում։ Եվ միշտ ասել եմ, եւ միշտ էլ կրկնում եմ, տուն առնելը չմոռանանք։ Երկու բառ եմ ես օգտագործել ձեր հետ միշտ տարիների ընթացքին, մեկը լինելով house, buying a house, եւ մեկը ասում ենք home։ Ժողովուրդը they need a home։ Այսինքն house-ը շենքն է, բայց երեխա մեծացնել, ընտանիք մեծացնել, ընտանիք կազմել, կամ ընդհանրապես հանգստի անցնել, retirement-ի անցնել, կյանքը շարունակում է, ժողովուրդը պետք է մետեղ ապրեն։ Կարող ես այսօր ասես օրինակ, մեքենա չեմ կարող առնեմ կամ չեմ ուզում առնեմ, բասով, թաքսիով, ուբերով, կերտամեսկոյնգով։ Բայց տունը մետեղ պետք է ապրես, չես կարող ասես homeless shelter-ում կապրեմ, մալում, արգեմ, airport-ի աթոռների վրա կքնեմ, չես կարող դրանք ապրես, կարող ես վարձես, բայց այդ վարձողն են մահա տուն է, մոհոքի տերն է այդ տունի կամ ապարտմանի կամ կոնդոմինիումի, որ դու վարձելու ես։ Շո նորեն ընդեղում մոհոքի առեր այդ real estate-ը քեզի վարձու է տալի, որ դու իրա տունը հարուստացնում ես։ Statewide pending home sales-ը փետրվարին մեկ քիչ ավելի իջավ, բայց էսի որ խոսում ենք փետրվար, այսինքն արդեն Դոնալդ Թրամփը սպիտակ տունը անցած պայմանների տակ է։ Շո ժողովրդի համար ասում են, որ դեռ մտահոգ են recession-ի մասին, որովհետև դեռ չեն իմանում, որ այս policy-ները, որ Թրամփը փոխելու է եւ այս անորոշ վիճակը եւ այս թերիֆների հարցը ուր է այդալու։ Վա, թողեք այս ձևի ես բացատրեմ։ Մամուլի վրա լուրերի մեջ պաշտոնյաներ, հարգված ժողովուրդ, մասնագետներ, սպեշալիստներ գալիս են եւ ասում են economy is great, stock market-ը շատ լավ է, economy-ն շատ ուժեղ է, նայում ենք սղաճը դեռ ընդե է, թանկությունը դեռ չի հասել, որ այդ մյուս լուրն է ձեզ կասեմ կենտրոնական բանկին է, բայց այդում եք ճաշարանները, հյուրանոցները, airline-ները, airport-ները, խանութները նայում ենք, it's packed։ Stock-ները, որ նայում ենք Lululemon-ն է կամ Alon-ը կամ այդ հագուստի խանութները ամենը շահերը ունեն։ Best Buy-ն է, Home Depot-ն է, Lowe's-ն ամենը շահերով են, Costco-ն է։ So որ դե economy-ն կամանց ինձ ցույց տվեք։ Այո, կարող է մա ճաշարան ունես, մա խաղան ավելի քիչ մարդ է գալի, բայց դա կարող է ֆոկուս են ուրիշ տեղ, բայց թիվերը ցույց է տալի, որ economy is great։ Բայց հակառակ մասնագետը գալիս ասում է, այս անորոշ վիճակ, այս tariff, այս tax-երի cut tax-ը կամ policy change-երը անելու է Թրամփը, քանի որ բուն նպատակներ ունի, այդ օրենքների փոփոխությունը մեծ դերակատարում, որ ես համաձայն եմ օրենք փոփոխությունների համար։ Մեկը tax cut-ն է, tax-երը քիչոտ, եւ մյուսը այս tariff-ների հարցն է։ Եվ ասում են ժողովուրդ անորոշ վիճակի մեջ են, շատ անորոշ վիճակի մեջ են, անորոշ բառը uncertainty շատ են գործածում, բայց անորոշ վիճակով տուն են առնում, փաստը կա, ամենից բարձր կետը 2022-ից մինչև հիմա։ Եվ դեռ պաշտոնական գառնասեզոնը փետրվարին չէր սկսել։ Հիմա նոր սկսելու է։ Այսինքն հիմա նոր սկսելու են առնել։ Այսինքն այդ տոկոսները, որ 1% իջավ, ընդանք որ sideline-ին սպասում են, որ տուն կարողանան առնին, որ չին կարողանում առնին, իրանք միանգամից սկսել են տուն առնել։ Եվ ինչու, որովհետև պայմանները տեսնում ենք, որ արդեն կարողանում են անել։ Շոտուն առնելու կողմից առուվաճառքը տեսնում եք շատացել է, ամենից բարձր կետը ունեցել ենք եւ ժողովուրդը սկսել են տուն առնել։
Ուրիշ մի բան ասեմ, ես որ մեկ քիչ առաջ ասում եմ էկոնոմին լավ է դե վատ է։ Ընդհանրապես ժողովուրդը ամեն մարդ կամ բնական genetically pessimistic ես կամ optimistic, այսինքն կամ լավատես ես կամ վատատես ես որպես անձնավորություն։ Կապ չունի շուկան, մարքեթ, ժողովուրդ, երկիր, ինչա։ Մոտեցում։ Եվ ինչքաններին դուք ճանաչում եք, ես էլ որ ինչ ասենք միշտ նեգատիվ եմ, հատ ընկեր ունեմ, արդեն սովորություն այլ է դա վրա, որ ամեն ինչի պրոբլեմն ա տեսնում։ Եվ հակառակ ունենք, որ optimistic են, միշտ լավատես են, ես կարծեմ լավատեսներից։ So լավատես եւ վատատես լինելը, ինչ շուկայի մեջ որ կաս, ինչ վիճակի մեջ որ կաս, մենք հիմա real estate-ի եւ ֆինանսավորման լոնի մասին ենք խոսում մեր աշխարհի մասին։ Եթե լավատես ես, ամենածվատ շուկայական մարքեթում տեսնում ես ինչ լավ բաներ ես կարող խաղես, որտեղ ամենած վատ մարքեթում ուրիշ բան կա, ամենած լավ մարքեթում էլ ուրիշ բան կա, այսինքն bad news it's a good news it's a bad news։ Ինչա նշանակում, եթե real estate-ի շուկան լավ չի, ժամանակն է որ կարող ես առնես, պահես, որտեղ buying time այլում, եթե շուկան շատ լավ է, ժամանակն է վաճառես։ Մեկը սկսում է շինարարություն անել, մեկը կապ ունի շուկայական մարքեթում, բայց եթե լավատես ես, այդ գործ անում ես։ Եթե վատատես ես, պես արժեքները ցած է գալի, նստենք սպասենք ինչով վրև է, հա, դες հələ ուր ես, հələ շատ ցած է գալի։ Դա վատատեսն է։ Կամ է շատ բարձր, շատ ցած է գալի, հələ ցած է, դու տեսնեմ ինչով որ դա ցած է։ Այսինքն երբեք վերջավորություն չունի, բայց փետրվարի գնողները այդ լավատեսներն են էլ։ Կամ ավելի շուտ ռեալ մտածողներն են էլ, որ հաշվելով, որ մենք տուն պետք ունենք, տոկոսներն էլ իջերացած, եւ այդ 1%-ը օրինակները տվել եմ ստայից առաջ, այսօրվա Կալիֆոռնիայի միջին $800,000 տուների համար մոտավորապես $500 տարբերություն անում ամսականի մեջ մինիմում այդ 1%-ը։ Եվ այո, այդ $500-ը it's a big number շատերի համար։ Փետրվարի Կալիֆոռնիայի medium price միջին արժեքը ներողություն միջին արժեքը Կալիֆոռնիայում արդեն 20-րդ ամիսն է շարունակաբար որ բարձրանում։ Արժեքները եւս փետրվար ամիսվա ընթացքին Կալիֆոռնիայինը 20-րդ շարունակաբար ամիսն է որ բարձրանում է։ Շատ ավելի քիչ է դա բարձրացել, բայց բարձրացել է։ Քիչ է բարձրացել, բայց բարձրացել է։ Բախտատելով տարեկան տարի եւ ունեն բախտատելով ամսական ամիս։ Չէ, արժեքները եթե բարձրացել է փետրվար ամսվա ընթացքին 2025-ին եւ առուվաճառքներն է շատացել է 2025-ին, ինձ ասեք ստեղում խնդիրը ինչ է տան խնդիրների մեջ։ Եվ տոկոսները 6-երի մեջ։ Ինչպես ասա, միշտ ասում են, էսի էկոնոմի անորոշ uncertainty վիճակը որ կա, կարծում եմ, որ սենսի պետք է մնա առաջիկա տարվա ընթացքին։ Կենտրոնական բանկի մասին ձեզ կասեմ։ Բայց պաշտոնական National Association of Realtors-ի կողմից կարծում եմ, որ housing market-ը պետք է շարունակաբար առաջադիմություն ունենա հիմակվանից մինչև երկրորդ, երրորդ երամսյակ 2025 թվականին։ Այսինքն ով որ սպասում էր արժեքների իջնի, դժբախտաբար լավ լուր չունեմ, բայց ես, ինչպես ասում եմ, լավատես եմ։ Optimistic եմ, որովհետև, ինչպես միշտ ասել ենք, տուն առնելը ամենից արագ հարստություն ձեռք բերելու համար է։ Եվ նախկին ծրագրերում ասել եմ, եւ ունեմ շատ մոտիկ ինձ անձնավորություն, որ COVID-ից առաջ տուն ա ուզում առնի,
Եվ այն տուները, որ շատ է սիրում 1,2-300,000 դոլարանոց տուներին այն ժամանակ, ամուսինը ուրիշ նպատակներ ուներ, որ շատ է, ուզում եմ քիչոտ ելնի, որ շուտ փակեմ։ Նույն տուները 1,700,000, 1,800,000, ասեմ ճիշտ COVID-ից մինչև հիմա 1,2 միլիոն, նույն տունը։ Հիմա լրիվ չի կարող առ։ Եվ դժբախտաբար, եթե դեռ չի համոզվե, բայց ես իրանց հասկացնում եմ, եթե չփոխես քո ուզած տունի տեսակը, երբեք չես կարողանա առնես, որտեղ այն տունը, որ տեսակը, որ ուզում ես, որպես standards, ուզում ես, որ հատուկ պայմանների տակ ելներ, թաղամասը, տեսակը, թիվը, ննջասենյակներ եւ այլն, որ 1,2-300,000-ի նույնը 2 միլիոն է, այլևս չես կարող ունենաս, պետք է մի բան որոշես կամ location-դ, կամ սենյակների թիվը, չափսը, size-ը եւ այլն, որ կարողանաս փոխես ուրիշ տեղ ես։ Դե ոչ երբեք չես կարող անես։ Բայց ընանք, որ նույն ժամանակ 1,200,000 տուներ առել են, հիմա իրաց տունը կարժի $2 միլիոն 4 տարվա մեջ։ 2020-ից մինչև 5 տարվա ընթացքին 1,2-300,000, հիմա արժի 2 միլիոն։ So չի նշանակում, ես միշտ ասում եմ starter home, անցյալ ծրագիրներին ասել եմ ձեզ, գնացեք հին վիդեոները YouTube-ից վրա նայեք, starter home հասկացողության, թող փոքրից սկսի։ Այն որ այդ հայրենակից հեռացանները, rightfully so, եւ ճիշտ է։ Եվ ասում է, որ condominium եմ ուզում, okay։ Շատ հետաքրքրված է year built, ինչ տարվա է շինարարությունել է տարվանը, condominium-ը։ Շատ կարևոր է։ Ինչու է կարևոր։ Առաջինը նորը, եթե նոր ես ուզում brand new կա, Glendale չունենք, Burbank չունենք, բայց նորակառույց քանդոներ դրսում կա, որպես brand new condominium sales։ Montrose էլ ամենքանը ճարվում է։ Բայց իրենց արժեքը համեմատաբար շատ ավելի շատ է, քան թե remodeled, բայց հինոց շենք, շենքը կարող է 1975-ի շենք, 1964-ի շենք է, բայց այդ շենքի ներսի պատերի մասին է խոսքը, unit ինքը լրիվ remodeled է, բայց standard-ը տես որտեղ է, որ ինչ անում ինքը իրան, լավ standard-ը սխալ բան չկա տա մեջ, համաձայն եմ, բայց քեզի սահմանափակում ես տուները, որ կան կարող ես առնես։ Սահմանափակում ես, այսինքն, այդ ինչ այլում այդ պեսիմիստիկն է, այսինքն լավատեսը չի։ Այդ տունը առարով վերջի տունը չի retire անես, այսօր առ, ներսը remodel-ած, մաքուր, location-ը լավ, ամեն ինչը perfect, բալանին առ, 5 տարի ապրի, հետո շահով ծախի, ուրիշը գնա առ, որ 2030-ի շինարարությունը։ 5 տարի հետո 2030-ը։ Բայց նորեն optimistic, լավատես եւ վատատես։ Դու ուզես ամեն ինչի վրա պոտ չդնես ու չի եկել։ Կալիֆոռնիա նահանգի 23 county-ները 53 county-ից sales increase են ունեցել, այսինքն առուվաճառքը բարձրացել է։ Մոտ 11 հատը իրենց առուվաճառքը double digit է բարձրացել։ Calaveras County 35% առուվաճառքը բարձրացել է։ Imperial 33% Imperial County, Amador County 21% առուվաճառքը բարձրացել է։ Օրինակ արժեքները Central Coast Region-ը արժեքները բարձրացել է 9.4% մեկ տարվա ընթացքին։ 9% արժեքները բարձրացել է փետրվար 2025-ին, քան թե փետրվար 2024-ին։ Southern California, որտեղ մենք ենք ապրում, Los Angeles, San Diego, Orange County եւ այլն։ Southern California 4.8% արժեքները բարձրացել է մեկ տարվա մեջ։ 2024 փետրվարից մինչև 2025 փետրվար Southern California-ի տան արժեքները
4.8% բարձրացել է։ Սո անցյալ տարի որ ասում եք չէ 5% կորցրար։ $1 միլիոն տունիդ արժեքը 50,000 բարձրացել։ Մենք հիմա refinance եմ անում այդ հայրենակիցի refinance։ Անցյալ տարի տունը առերա 900 մի բան, մոտիկ 1 միլիոն, բայց 1 միլիոնից պակաս։ Հիմա refinance եմ անում, appraisal է $1,175,000։ $175,000 ավելի թանկ, այսինքն 10%-ից ավելի թանկացել է value տունը դեռ։ Միակ տեղ արժեքները իջավ San Francisco, որտեղ San Francisco it's a mess. Santa Barbara ամենաշատ price growth-ն ունեցել բոլոր county-ներին անցյալ ամիս, մեծամասնությունն էլ Santa Barbara-ի South Coast-ի մասը 52.2%։ Santa Barbara 55% registered the biggest price growth of all counties last month due to primarily to a sales surge in Santa Barbara South Coast. Mono 23%, Del Norte 19%, county-ներն են ստան Կալիֆոռնիայի county-ների մասին է խոսքը։ Inventory-ն շատացել է։ Չեմ ուզում շատ ուրախանանք inventory-ն շատացել է, որտեղ ով որ ինչ որ leftover տունը մնացած ուներ, դրել է market եւ մի արժեքներով, որ նայում եմ այդ տունին, agent-ը նույնիսկ չի ետում կարգին professional նկար բերի նկարի, որ չեմ կարող ցույց տամ ձեզի, որտեղ նկարները այնքան վատ են, չեմ հասկանում ես վաճառողը ինչպես է թույլատրում, որ իր տունը այդ ձևի մարքեթ լինի։ Սխալ արժեք, նկարները disgusting, տունի ներսը, շորերը, աղտոտությունը professionalism-ը ինչ է լավ, դու մատ ուզես $1 միլիոն տուն ես լիստար է, որպես broker agent նեղուշում, միայն թուղթը կլիկ անես, sign-ը դնես, չվերջա, չելավ realtor, չելավ broker, 34 տարվա ընթացքին, նույնիսկ են օրերը, կանտիվ միջև այսօր, երբեք տես բան չի պատահել։ Պատահելա, որ ասել ենք եւ պնդեր ասելեր, ասում է, չէ, չեմ ուզում ակրեմ, չեմ ուզում հավաքեմ եւ այլն։ Բայց ասել ենք, ուրեմն եթե չվաճառվի եւ եթե շուկան մնա եւ եթե արժեքի մեջ տարբերություն ելնի, խնդրում եմ մեզ չմեղադրես։ Սո էդել կա, որ adjustment-ը կա, բայց էսի ոչ, էսի տկեղ, կեղտոտ, թափթփած եւ արժեքն էլ եսի ինչ արժեք է դրել։ Մենք ընկեր ունեմ, էսի արդեն 1 տարի կելնի։ Այո, անցյալ գարնան ամսվանից, անցյալ մայիսից, մոտ արպես 1 տարի է։ Ուրեմն ինձի դուրսում հանդիպանք եւ ասա, որ mən listing ունեմ, open house-ա, եւ չի ծախվում եւ այլն։ Ասամ, ինչ է բաները, պայմանները։ Եվ ասավ պայմաններ, տունը AD ունի, remodel այլ է, մեծ է, all that։ Բայց երբ որ ինձի location հասավ այդ տանը, ասամ, այդ տունի location-ը մտչուզեցին վիրավորել իրան, 1,800,000-600 դեսմե բաներ դրել, որ որևէ անձնավորություն, նույնիսկ բիլիոնատերը, կամ մոքոր շատ դեսմ, it doesn't matter ով է, nobody at location-ում ասես թող բացատրի, որտեղ չեմ ուզում անուն ասեմ, Glendale օրինակ San Fernando-ի վրա։ Նա San Fernando, որ պոեզի գիծերն երկաթողի գիծերն այդում San Fernando-ի վրա, Home Depot-ի մոտ։ Extreme օրինակ եմ տալի, բայց pretty much։ Այդտեղում այդ 20,000 square feet հողով, 2 հատ AD-ով, 3,500 square feet տուն, remodel ելած, $1,800,000 գվճարեք դուք այդ թաղամասի համար։ Of course not։ Անցյալ շաբաթ դեռ open house անում արժեքը 1.8-ից վերա 1.6։ Ուզածի չափ արժեքը դրա փարա, այդ թաղամասում at best 1 միլիոն վճարող կելնի։
So սխալ investment այլ է իր բայերների կողմից որպես ինվեստորներ եւ դժբախտաբար մեջ է։ Այդ տեսակի լիստինգներ շատ կան։ Օրինակ ասեմ, անցյալ շաբաթ Վանուշ Շամիլյան հայկական վարժարանը քաղաքապետարանում խնդիր կար, որպես հարևանները բողոքում են, որտեղ դպրոցը մեքենաները գալիս են drop-off են անում, կամ pick-up են անում, եւ traffic կա, եւ ձայն կա, աղմուկ կա եւ այլն։ Որտեղ դպրոց կա, կողքին տուն կա, որտեղ հիվանդանոց կա, կողքին տուն կա, որտեղ fire department ու police department կա, կողքին տուն կա։ Նույնիսկ airport-ը օդանավը վրայից է թռնում է, Նորթ Հոլիվուդի կեսը airport-ի տակ են։ Արդյոք պրոբլեմ է տամ ոչ, բայց արժեքի մեջ justify այլում, արժեքը ճիշտ է։ Հիմա ինվենտորի մասին եմ ասում։ Շատ շեղվենք, ինվենտորին Կալիֆոռնիայում, եթե հիշում եք տարիներ էր ձեզ ասում եմ 1.5-2 ամիսվա ինվենտորի կա, ինչա նշանակում, այսինքն եթե որևէ տուն չկա շուկա, ամեն լիստինգներին ասես stop, no listings։ Միայն ինչ որ կա շուկայում, դու ծախվի։ Եվ ասում ես ամեն ինչ եթե այս արագությամբ, այս թիվերով որ ծախվում է, ծախվի 2 ամսվա մեջ կծախվի, որ միշտ ասել ենք առողջ մեջ շուկան այնա որ 6 ամսվա ընթացքին վաճառվի բոլոր տուները, ոչ թե միայն 2 ամսվա ընթացքին։ Հիմա նոր ինվենտորիով 4 ամսվա ընթացքին վաճառվելու են այս բոլոր լիստինգները։ Այո, թիվը շատացավ։ Փետրվար 2024-ին 2.9 ամսվա ընթացքին, հիմա 4 ամսվա ընթացքին, բայց ուրախալի է, որովհետև ինվենտորին շատացավ, չեմ կարծում, որովհետև այդ կեսից ավելը, ինչպես մեկ քիչ առաջ բացատրամ, տուներ են, որ այդ արժեքներով երբեք ոչ ոք կառնի կամ կհետաքրքրվի եւ մնում է եւ տեսնում ենք։ Number of days քանի օր է տևե միջով single family տուները փետրվար ամսվում վաճառվելա նորմալ շուտ մտերա շուկա միջով փակվի 26 օր է տևե մինչև escrow-ն բացի, որ սա 22 օր էր անցյալ տարի, մի քիչ ավելի երկար։ Բայց state-wise sales price to list price ratio, այսինքն ժամանակին 1 միլիոն լիստին անում 1.50.000 կամ 100.000 ծախվում էր, կամ 1 միլիոն լիստին անում 1 միլիոն ծախվում էր։ Հիմա 1 միլիոն լիստին անում 990.000 ծախվում, ավելի քիչ asking price-ից։ Median price per square feet չեն կարող բախտատենք, որտեղ Կալիֆոռնիայում նահանգներ կան, որ շատ ավելի օրինակ Glendale $800 կամ $1000 square feet-ը կամ Lacaniada $1000, բայց Palmdale $200 per square feet-ը, չես կարող բախտատես, բայց միջինը նորեն էսի հոյակապ թիվա, average price per square feet-ը բոլոր Կալիֆոռնիայում էլ $421, որ սա անցյալ տարի $407 էր, $18 բարձրացել է, չներություն, այո, $14 բարձրացել է price per square feet-ը մեկ տարվա ընթացքի, որտի բավականի բարձր է։ Կենտրոնական բանկի ժողովն էր եւ տոկոսները բարձրացնեն, իջացնեն եւ դա վրա ինչեր ասան, ինչեր պատահավ։ Նախքան այս լուր ուզում եմ շուկան նայեմ ինչպես է փակվել ուրբաթ օրը, հետո դա վրա ես ձեզի կասեմ լուրը։ Ուզում եմ շուկան նայենք ինչպես է փակվել, խնդրում եմ նայենք սլայդը։ Ուրեմն Dow Jones-ը 41985 32 փունջ շահով փակվավ, S&P-ն 5667 4 փունջ շահով փակվավ, Nasdaq-ը 17784 92 փունջ շահով փակվավ Nasdaq-ը։ Գերմանական DAX-ը 22891 107 փունջ կորուստ ունեցավ, անգլիական FTSE-ն 8646 55 փունջ կորուստ ունեցավ եւ Nikkei-ը 37677 74 փունջ կորուստ ունեցավ եւ Shanghai-ը
3364 կորուստ ունեցավ Շանհայը։ Քարյուղը հայրենակիցներ $68.29 22 سنت շահ ունեցավ քարյուղը, ոսկին 3028, 3000 անցել էր դեռ 15% $15 իջեր է եւ այդքան կորցեր էր, so imagine ինչքան ավելի շատ։ Արծաթի $33.53 46 سنت կորուստ ունեցի եւ պլատինումը $980 էլ է $11 կորուստ ունեցի պլատինումը։ Եվրոպական եվրո $1.8 سنت 1 եվրո, անգլիական British pound-ը $1.30 سنت 1 pound, Bitcoin-ի Coinbase-ը ուրբաթ փակման ժամանակ $84,000 էլ է, դրամը Հայաստանին ուրբաթ օրվանը 392 դրամը $1։ Դաստավա Treasury, որ 30 տարվա վարկեր, ինչպես տեսեք 4.2-ների մեջ է մնացել, it's a great news, շատ լավ է, որ այս ցածը, այսինքն տոկոսները սենցի իջեր են ցած, so 4.25 պահպաներ այս փետրվար ընթացքից դեռ ավելի բարձր է փետրվարի առավոտյակի, imagine հունվարին ավելի բարձր է, որտեղ փետրվարի փակմանը closed-ը հունվարի բացած էսկոներն են, so ինչպես տեսնում եք ստեղում էլ բավականի իջեր է տոկոսները։ Կենտրոնական բանկի ժողովի ընթացքին երկար չեմ ասի, so առաջի բանը էլա, որ տոկոսները անփոփոխ պահան պաշտոնական benchmark rate, որ մեկ բանկ մյուս բանկից overnight պարկավեշնում 4.25-ից 4.5 թվերի մեջ է, եւ սա անփոփոխ այլ է դեկտեմբերից մինչև հիմա։ Եվ կարևորը չի ինչ արան տոկոսներին, կարևորը ինչ ասան եւ ինչ սպասելիքներ եւ forecast-ը կենտրոնական բանկի կողմից։ Արդեն շուկան համոզված է, որ տոկոսները չպետք է փոփոխություն տան այս ժողովին, այսինքն որևէ տարբերություն չարավ շուկայի համար, there was no surprise։ Բայց իրաց որոշման ընթացքին իրանք պաշտոնական economy projection-ը, outlook-ը, սպասելիքը 2027 կարծում եմ, որ պետք է այս ձևի շարունակվի, խնդիր չեն տեսնում, բացի նորեն անորոշ uncertainty հարցերը, uncertain impact of President Donald Trump-ի թերիֆների մասին, որ կարծում եմ, որ այս ժամանակավոր սղաճ են ունենալու, բայց short term, եւ նորեն գործածել են the word transitory, այսինքն ժամանակավոր փոփոխություն այնելու եւ ժամանակավոր անցնելու է։ Իրանք տեսնում են, որ այս տարվա ընթացքին մինչև տարվա վերջ առայժմս, եթե այս տեսակ շարունակվի չիմանալով ուր է այդում շուկան, 0.5% պաշտոնական տոկոսները պետք է իջացնեն։ Այսինքն այդ 4.4-ից 4.5%-ը պետք է իջնի 3.75-ից մինչև 4.4։ Եվ ասել են այդ 0.5%-ը պետք է իջացնեն 2 հատ 25%-ային բաժիններում, 2 հատ 0.4%։ Չեն ասել երբ, ասել են 2 անգամ մինչև տարվա վերջ։ Ես չեմ կարծում եւ շուկան էլ համոզված է, որ հունիսին կսկսեն, այսինքն մարտը վերջացավ արդեն, ապրիլ-մայիս հունիսին առաջի քառորդը երևի անեն, իմանալով, որ ուր այդում եւ նկատի առնելով, որ այս թերիֆների հարցը որդ է այդում։ Որպես recession, որպես սղաճ, որպես թանկություն, այդ 2%-ին են սպասում, որ լինի, բայց ինչպես որ տեսնում են առաջ մեզ որպես unemployment-ը եւ գործերը, որ ստեղծում է, խնդիր չեն տեսնում, կարծում են, որ կոնտրոլի տակ է, որտեղ իրանք ուզում են առողջ մի հատ շուկա որպես employment գործավոր, չեն ուզում տակ ելնի, որ մի հատ խանութ 20 հատ գործավոր է ուզում, կամ 20 խանութ ավելի շուտ, մի հատ գործավոր կա, այդ ձևի ասեմ, ասենք 20 գործարան, 20 հատ office գործավոր են ուզում, բայց 2 հատ ավել գործավոր չկա, դա խնդիր է։
Դա սղաճը առաջ բերում, այդ մի հատ պաշտոնյան ասում են ժամը $1000 պետք է տաս համար գործով, ուրիշ մեկը չկա գործով, մենակ ես եմ։ Դա խնդիր է։ Ուզում եմ որ բալանսը պահվի եւ այտենց էր, եթե հիշում եք, շատ ամեն 8000 opening-ին շատ քիչ թիվեր կար։ Պաշտոնական իր հայտարարությունները if the economy remains strong and inflation does not continue to move sustainably towards 2%, we can maintain policy restraint for longer. Ասում եթե էկոնոմին այս տեսակ ուժեղ շարունակվի եւ տեսնենք որ սղաճը չի այդում դեպի այդ իրանց 2% աճը որ ուզում են եւ բարձր է մնում, այսինքն սղաճը չի իջնում բարձրացել, հա տոկոսները պետք է այս տեսակ պահեն ավելի երկար։ If the labor market were to weaken unexpectedly of inflation were to fall more quickly than anticipated, we can ease policy accordingly. Ասում եմ, եթե տեսնենք, որ գործերը որ ստեղծում են, սկսա շատ արագորեն լեյաֆներ ելնի եւ հայերինգ չելնի, շատ արագ սկսեն ժողովրդին գործից հանել եւ ոչ ոք նոր պաշտոնյա գործ չունի շատ արագությամբ։ Կամ հակառակը տեսնեն, որ էկոնոմին շատ է բարձրացել, սղաճը թանկությունը շատ արագ հետ բարձրանում է, այն ժամանակ ասա մենք մեր պայմանները կփոխենք, կամ տոկոս արագ իջացնենք, կամ տոկոս արագ կբարձրացնենք։ Uncertainty has increased, այսինքն անորոշ վիճակը դեռ բարձրացել է։ Գրած է իր թուղթի մեջ պաշտոնական, որ uncertainty around the economy outlook has increased, այսինքն այս անորոշ վիճակը դեռ բարձրանում է։ Ինչպես է նայում կենտրոնական բանկը այս հարցին, նայում է, որ օքեյ, իրանք ճիշտ կարծես մի հատ զինվորի նման նախքան եթե խփեն ջարդեն, առաջ ուզում են նայեն եւ ուսումնասիրեն, սոյս ուսումնասիրության վիճակի մեջ են։ The committee is attentive to the risk to both sides of its dual mandate. Այսինքն ասում եմ մենք նայում ենք երկու կողմը, կամ հակառակ լավ, կամ հակառակ վատ։ Սա կարևորը գործը, պահի գործերը full employment ժողովուրդը գործ ունենան, ոչ թե extreme layoff, ոչ թե extreme գործատերի պահանջ եւ արժեքները ցածպային, նպատակները դա է։ Սա ժողովրդի գումար ծախսել այս թերիֆների հարցով պետք է նայեն ուր այդու, բայց առայժմես չեն տեսել խնդիր եւ եթե էլ տեսնեն, կարծում եմ որ ժամանակավոր է։ Չեն կարծում որ երկարատև խնդիր է։ Բայց ես մեկ բան ձեզ վստահացնեմ։ Մեկ բան կարող եմ ասեմ, ինչպես ասում են, գարանտի անեմ, որ տոկոսները անպայման հաջորդ մեկ տարվա ընթացքին, այսինքն մինչև 2026-ին իջնելու է։ Կենտրոնական բանկի տոկոսը, որ նոր ձեզի ասում են, որ 4.25-ից 4.5 է։ Որ ասել է կես տոկոս է շոր գբերի ցած, կելի 3.70, այսինքն այս տարվա ընթացքին առայժմ ես ծրագիրն է կես տոկոսը ևս իջացնի, այսինքն իջնի 3.75-ից 4.25։ Բայց ամենակիչը, ամենացածր, որ ասել է կիջացնեն, նորմալ պայմանների տակ, ամենացածը 3 հայլնելու տոկոս է։ Կենտրոնական բանկի տոկոսի մասին է խոսքը, ոչ թե տուներինը։ Կենտրոնական բանկին այսօր 4.25-ը, տուները 6 են, կապ չունի իրար, բոլորովին։ Կապ ունի commercial loan-երի մասին։ Apartment building, shopping center, mechanic shops, car wash, line of credits, credit cards, այսինքն ամենաս լավագույնը, որ իջացնի 1.5% էլ իջացնելու տեղ ունի, կամ 1.4%։ And that's it. That's it. End of all. Գնացեք ասել մի հեռազայնեք ինձ, see you in next 10 years.
So լավագույն էս 1%-ի 1/4-ի մասին են խոսում։ Աշխարհի ֆոկուսը էլ կենտրոնական բանկը տոկոսներ չի ասում 1/4 1.5% է խոսում այո բիզնեսների համար մեծամասնություն բիլիոներով միլիոներով պարկով են աշխատում makes a difference but for a standard Joe դու իմ line of credit ունես օրինակ 8.5 օրինակ եմ ասում ամենից լավագույնը կիշնի 7 այլնելու at best ավելի ցած չի գա, որտեվ այդ COVID-ի օրերը անցավ։ Teaser rate-ի մասին չեն խոսում։ Ամենտեղ այն օր ես հեռացանամ այդ bank line of credit, ինչ էր, բայց որպես բարձ մարդ հեռացանամ line of credit եմ ուզում։ 5.99 line of credit, so 5.99, ասամ եւ ինչքան ժամ էդի միշտական այս rate-ը։ No, առաջի 3 ամիսը։ Հետո 10%։ Oh, yeah. So real տոկոսների մասին եմ խոսում mortgage rate-երը տուները որ 10 տարվա treasury-ն են կախյալ 10 տարվա treasury երբ որ տեսնի ամեն ինչը նորմալի անցավ այն ժամանակ դա էլ կիչնի նորմալ այսինքն շուկան թերիֆների հարցը այս կենտրոնական բանկի տոկոսը օրինակ Այս անորոշ բառը որ uncertainty որ ասում եմ որտեղ դեռ ինվեստորների մեջ նույն հարցը կա եթե հիշում եք spread-ը այսինքն 10 տարվա treasury եւ տոկոսի տարբերություն ինչպես տեսնում եք 10 տարվա treasury-ն ինչ էր 4.4 էր մեկից առաջ նայանք չէ եւ տոկոսները ինչ են պաշտոնականի մասին են խոսում չեմ ասում իմ տոկոսներս էլ լավական թե պաշտոնականը սխալվեմ 6.5-ի շուրջ մի բան է այսինքն մոտ 2%, 2-ից ավել 2.5% տարբերությունն է treasury 4.25-ի եւ տան տոկոսների մասը։ Որ միշտ ասեմ ես 2.5%-ը շատ է եւ մասնավոր դիտավորյալ դիպմամբ բարձր են պահել։ Եվ էսի իջացնելու են, երբ որ շուկան այդ անորոշ վիճակից դուրս գա։ Բայց արդյոք հիմակվա globalization-ը որ ունենք, հիմակվա համաշխարհային էկոնոմին որ կա, արդյոք կարծում եք մենք այդ անորոշ վիճակից որևէ օր դուրս կգանք։ Ես չեմ կարծում։ Այլևս այդ հանգիստ խաղաղ 60-ական թվականներում, որ Միացյալ Նահանգներում everything was relaxed 1960-70 թվականներին, those days are gone։ Հիմա ամեն օր լարված վիճակ, I don't care ինչքան դրամ ես աշխատում։ Պեսիմիստիկ չեմ, real լուրն եմ ասում, վատ լուր չեմ ասում, օգտագործի, շահագործացի հակառակը, լավատեսն եմ, որովհետև ես լարված վիճակը պետք է վազես քո աշխատանքի հետևից, եւ մեկ քիչ առաջ ծրագիրի սկիզբը ասամ Լոս Անջելեսի լայֆստայլի մասին եմ ուզում Այսօր մեկ դժբախտություն մեծամասնություն երիտասարդները ունեն դա էլ ինչա որովհետև lifestyle-ը եթե դու ամեն weekend ուզենաս դրսում ընտրես դիների երթաս դեռ weekend եմ ասում շաբաթվա մեջերը չեմ ասում average մահդ 4 հոգանոց ընտանիքը նորմալ ռեստորան չեմ ասում Beverly Hills-ի որ դրանքը շամփայներով ու քավիարներով չեմ ասում Պարզ մահակ իտալական ճաշարան էթակ 4 հոգով $300-ից $400 բիլ նայում $300 բիլ նայում մա քիչն եմ ասում ստեկ բան խմիչք եւ այլն $400 սուշի ես հետում So այդ $300-ը, եթե դու շաբաթ կիրակի 8 անգամ ընտրիքի եթաս ամսվա ընթացքին, $3000 դու միայն ամսական վճարում ես ռեստորաններին, happy hour-ը, խմիչքը, սիգարը, չմանում ինչ է եւ այլն։ Ինչպես ես կարող փող սեյվ անես, այլ երիտասարդ կամ նոր զույգեր կամ ինչ որ տուն ուզենաս առնես Եթե դու միայն ամիսը $3000 ռեստորանի ճաշարանի փող ես տալի, դեռ չեմ ասում ամիսը $1000 M5-երի payment-ն ու ամիսը
Իշքան Nordstrom-ների ու Bloomingdale-ների նա ու իշքան Vegas trip-ների նա ու դեռ դրանք չեն խոսում։ Los Angeles-ի lifestyle-ը եթե ուզենաք պաշտպանեք, շատ թանկ տեղ եք ապրում։ Եվ շատ թանկ եւ ուրա savings-ը։ Այսինքն որտեղ մեր երիտասարդ զույգեր ամիսը $5,000, $7,000 միան ռեստորան ու հագուստ ու դուսեթալ ու բրտեյ ու եւ այլն ծախսել։ Չեն խոսում utilities, վարձ, payment դրան դեռ չկա։ Խելացի մոտեցեք հարցին, մանավանդ երիտասարդները save your money, have fun։ Fun-ի մեջ սխալ բան չկա, բայց չափու սահմաններով։ Մենք արագ ուզում ենք նայեմ տոկոսները, հետո մի լիստինգներ չամ գաստենք դե չէ, որտեղ շատ բան ունեմ, բայց ուզում եմ անպայման հայտարարություններ ունեմ ձեզի ասեմ։ So, մենք եթե առաջ կարելի է տոկոսներն այնք։ Ուրեմն ստանք որ ցույց եմ տալի առաջինները refinance-ներն են, so եթե ձեր բոլորը ցույց եմ տալի լավ credit-ով 781 credit score-ի պատճառով, պայմաններով $300,000-800,000 եթե քո վար կտա full tax return-ով 99 point-ով։ Եթե cash-ա գումար ես ուզում քաշես տան վրա, credit-ը լավա 40% equity ունենաս 6.125 point-ով։ Դեսեք տոկոսները հոյակապ են։ High balance 806,000 1,200,000 25% equity ունենաս եւ 781 credit score լինի single family house owner occupied-ի վրա 6.125 point-ով։ Տուն առնելուց եթե 3% միան down payment դնեք մինչեւ $806,000 house տուն 781 credit score-ով, եթե մենք օգնենք ձեզ, այս 5.99 ելնումա 0։ Պարզ նայեք, այսօր տուն առնեք, մեզ հեռացանեք, մենք ձեզի օգնենք տուն առնեք, մենք կարող ենք տանք ձեզի 5.99 at 0 points։ 0 point-ով մենք ձեզի։ So այսօր մեկ ինձ հեռացանի ասի, պարոն Ղարիբյան, ուզում ենք տուն առնենք, մեր տոկոսը ինչ կլինի, եթե դուք մեզի օգնեք տուն առնենք, կասենք ձեր տոկոսը կլինի 5.99։ So տոկոսի կողմից բողոք չկա այլևս։ Այլ 5-6-ը չեք ուզում էլի 3, չի ելնի 3, այսինքն ուզենակ էլ չի ելնի, մենք ճաշ ասամ կենտրոնական բանկի լավագույնը 3 հայլնելու, so there's no way ձերը, so ամենից լավագույնը եթե 10 տարվա treasury, որ 4.4 էլ մեկ քիչ առաջ նայանք, եթե գա լինի 3.75 եւ margin-ն էլ այդ անորոշ վիճակից դուրս գան, տոկոսները կլինի 5.5% ամենալավագույնը, այսինքն այս 5.4, 5.5 ամենալավագույնը 1% եւս կամ 3% կիշնի։ 20% down payment-ի պարագայում նույն ձևի մինչև 800,000 5.99 արագացնեմ մեկ քիչ, ստանք որտեվ տեսնում եք 20 տարվան 5.875 նույն պայմաններով 15 տարվան արդեն 4 ենք տեսնում, շատ ուրախալի է, 10 տարվանը նույն ձևի, 10 տարվա fix-ը 5% 1 point-ով, so եթե ուզում եք 10 տարվա ֆինանսավորել կարող եք։ High balance-ները 806,000 $1,200,000 6.5 1 point-ը որ նորեն կանանչ եթե տեսնում եք, այսինքն ձեր համար 0 կլինի այս տուն առնելուց կամ այս 5.99 կարող եք վերցնել, երկուսի փոխարեն 1 կվճարեք։ So մեկ ասի 1,200,000-ի պարկ եմ ուզում 20% down payment-ով տուն առնելու համար, բարեկամներ ինչպես է կարող օգնել, ասեք կարող ես վերցնել 5.99 եւ երկուսի փոխարեն 1 point կվճարեք։ Կամ մյուսը 0 point-ով 20 տարվան ինչպես տեսակ 6.375 15 տարվանը եւ FHA-ները ով հա FHA-ները it's unbelievable 3.5% միան կանխավճարով 5.625 point-ով եւ նորեն եթե մենք ենք ձեզ ներկայացնում սա էլ ելնումա 0 high balance-ը այսինքն մինչեւ 1,200,000 նույն ձևի 5.625 Եվ եթե FHA loan ունեք եւ FHA-ից միան FHA գուզում refinance անեք առանցի ծախսի, առանցի թղթաբանության 6.5% zero cost ջամբոները մինչեւ $3 million 6.375 interest only միայն տոկոս դες վճարում payment-ն քիչ էլի 6.625 եւ առանց tax return-ի bank statement program-ը 6.625 եւ line of credit-ը առանցի խապեբաղությամբ 5.99-ը չասելով ելնում եք 8.125 հայտարարությունները չմոռանամ առաջինը պաշտոնյաներ loan agent կամ real estate agent եթե ուզում եք միանալ մեր անձնակազմին մանավանդ real estate agent-ները սիրով հեռացանեք եւ կհանդիպենք դա մասին խոսանք
նախընտրելի է full time խնդրում եմ պաշտոնյաները, part-time-ներ են ընդունելի է դե ոչ։ Բացի այդ հայտարարություններից, որ ունիմ, ինչպես անցյալ շաբաթ ասամ, լիստինգներ կար, որ երկու լիստինգ ունենք, բայց ունենք գնողներ, որ it worked, այսինքն հեռաձայնակ ու ձեր property ներկայացրակ, բայրն էլ ճարանք, it was fantastic, առանց այդ լիստինգները, նկարները, open house-երը եւ այլն լավ արժեքով կարողացանք համաձայնվել եւ միասին առնել։ Շորժեմ շարունակել ասել ուրիշ ինչեր պետք ունենք կոնդոմինիումի գնող ունենք 1 bedroom Glendale անպայման եւ 2 bedroom Glendale կոնդոմինիում եթե ունենք վաճառքի բայրներ ունենք պատրաստ են ձեր տուն առնել ունենք commercial warehouse minimum 5000 square feet-ից, այսինքն փոքրի համար ունենք, բայց երկու այլ բայեր ունենք, որ երկուսն էլ 5000 plus են ուզում, 5-ից մինչև 10000 square feet commercial warehouse-ներ ելնի Glendale Burbank թաղամասներում լակասեն թալականները դա եւ այդ շրջակայքում եւ ունենք retail office-նի storefront-ի բայեր մոտ մինչև մոտարպես 2000 square foot-ի շուրջ Ստանցից ոչինչ SBA loan-ը մենք նոր մահատ SBA loan-ով կարողացանք բախտաբար մոտս չէ կարծեմ մոտս էր ուզում բացին բայց շատ լավ SBA ծրագիր էր որ օգտագործանք հաճախորդի համար մոտ 8 million euro purchase price-ն էր so SBA loan-երը շատ ավելի աշխուժ որ կարողանում ենք ավելի creative ձևով ֆինանսավորել SBA-ի միջոցով սոտանք էլ ներկա ունենք չեմ ամ գահացնենք լիստինգները ցույց տանք դե չէ եթե գահացնենք սիրով I'll be happy to նայեմ տեսնեմ կարող ենք այ մի քանի լիստինգներ կարծեմ կարող ենք ցույց տանք so եթե արագորեն մի քանի լիստինգներ նայենք հետո դες կշարունակենք Առաջինը կոնդոմինիում այս անգամ մեկ կոնդոմինիում շատ ասել են Burbank նայեք եթե էսի 2 bedroom 1 bath 820 square feet $499,000 so մեկը 1 bedroom azum Burbank 2 bedroom azum Burbank-ում եւ փոքր է ճիշտ է 1 bath-ը բայց արժեքն համապատասխան է տունը պատրաստ վիճակի մեջ է $335 Homeowners Association-ը why not կարող եք կոնդոմինիում առնեք Burbank-ում այս արժեքով պետք է չի packet listing ելնի ինքան լավ դիլեր կա դուսը Sunland-ում 2.9 2.5 լվացարան 1097 square feet ունի մեծությունը նայեք մաքուր perfect condition $579,000 asking price չեմ կարծում ժամանակս ներում այնձի որ շարունակեմ երևի մի հատ էլ ցույց տամ Sherman Oaks 2.9 2.60 square feet $599,000 Լիստինգները շատ են հայերեն դժբախտաբար է որ շատ խոսացիմ չեմ կարող բոլորը ցույց տամ բայց լիքը լիստինգներ so եթե տուն առնելով հետաքրքրված եք առաջ լոնի մասը pre-approve անենք ձեզի approve անենք հետո տուները ցույց կտանք հետո դից հետո կշարունակենք բայց եթե դուք ունեք տուներ կամ commercial կամ residential եք վաճառեք բայներ ունենք approved սպասում են ձեզի կամ նույնիսկ flip անելու համար էլ ունենք եւ եթե ուզում եք միանալ մեզի սիրով հեռաձայնեք կհանդիպենք շնորհակալ եմ եւ կհանդիպենք ձեզ մյուս շաբաթ տեսություն ձեզ